Շնորհավորենք Ասատուր Հակոբյան։ Ուսանողական տարիներից ընկերներով գնացել էինք Լամաջանոց։ Մատուցողների հետ մտերմիկ էինք, ու մեր կատակների մեջ շուրվագծված սահմանները տեղ-տեղ հատում էինք։ Կողքի սեղանից, Զարաբյանից ոչ հեռու, վատ արդուկած կաշի, ոսկորներին ամփոփորեն փակցրած մի ծերունի, մի հատ ճլորած բիձա, ուշիմ վրաներս էր նայում։ Կասկածից դուրս էր, որ մոտորումների իր ցասումներում եկել էր այն եզրակացությանը, որ այս աղջիկները կպնում են։ Մի պահ, երբ անտրակ ստեղծվեց մեր կատակների մոլուցքներում, մեր ավագ սերնդակիցն օգտվելով լռության մի քանի վայրկյաններից, աչքով տվեց աղջիկներից մեկին ասելով. Ինձ մի հատ սուրճ կբերես, Ազիզ։ Այնուհետ տրիումֆալ հայացքը շրջեց դեպի մեզ, թեյփն ես էլ եմ դեռ շարժի մեջ արտահայտությամբ։ Ասածս ինչ է։ Ձեզ ծերունի կհամարեք, թե երիտասարդ կամ գուցե ճիշտ տարիքի, տեղեկացնում եմ, որ բեմը տարիք չի հարցնում։ Բարով եք եկել։ Այսօրվա ներկաների մի ստվար զանգվածը ընկերներս է։ Ու եթե հիմա ինչ չճանաչողներ իրենց հարցնում են, թե այս ուր են ընկել ու արդյոք այստեղից հիասթափված չեն գնալու, ապա վստահ կարող եմ ասել, որ ընկերներս ցածրաձայն աղոթում են, որ այստեղից տափակությունները դուրս չտան, խայտարականելով եւ ինձ, եւ իրենց։ Անչափ շոյված եմ նման տոկուն հենարան ապահովելու համար, ընկերներ ջան, ու հիշեցնում, որ այն օրը, երբ ստորագրում էինք մեր ընկերության պայմանագիրը, այդ հնարավոր խայտարակ լինելու կետը պարզ գրված էր էջի ներքևում, Աստղանիշից հետո մանր տարելով։ Ես պրոֆեսիոնալ դերասան չեմ, ու եթե ինձ հանկարծ մեկու մեջ տեսնեք գնալու գրածս տեքստը վերանայել, կխնդրեի անդուրժող գտնվեի։ Ու անգամ եթե հումորը դուրները չգա, բարի եղեք արհեստական ծիծաղել քաջալերելու համար։ Ես եմ մեր մեծ վարպետը Մերուժան Տեր-Գուրանյան։ Սրանք են իմ անկարգապահ ընկերները։ Բաչկը։ Թվում է, թե երբ առաջին բեմադրությունը տեսանում, պետք է անել քչաթիվ ու այսպես կոչված փորձնական հանդիսատեսի հետ։ Տեղեկացնում եմ, որ իմ փորձնական հանդիսատեսը դուք եք ու աշխատեք հանկարծ փորձը չտապալել։ Արդեն 19 տարի ինչ բնակվում եմ Ֆրանսիայում։ Ու մեկ է, ես ոչ թե ֆրանսիահայի գրող եմ, ինչպես ինձ հաճախ գրեթե միշտ ներկայացնում են, այլ պարզապես Ֆրանսիայում բնակվող հայ։ Այսօր անդրադառնալու եմ տարատեսակ հարցերի։ Հարցեր, որոնք առաջին հայացքից թվում են միմյանց հետ ոչ մի կապ չունեցող։ Սակայն անկախ մեր անձնական դատողություններից, այդ իրականություններն անցնում են մեր կյանքերի խաչմերուկներով, հաշվի չառնելով ոչ կարմիր լույս, ոչ էլ այդ ամենի մեջտեղում կուչ եկած շիվար հոգիներս։ Փորձելու եմ պատասխաններ դնել երբևէ չպատասխանված կամ չուր պատասխանված գոյաբանական հարցերի վրա։ Ինչպես օրինակ այն հարցը, որ հոգիս ճիրանների մեջ արել ու ծվատում։ Թե ինչու, այլևս ֆիլմ չեն նկարում, որում հերոսը վազում է ձեռքն առաջ պարզած գորանով նո, պայթյունից անմիջապես առաջ ու այս ամենը դանդաղեցված։ Խոստանում եմ, որ այսուհետ նման առանցքային հարցերն էլ անպատասխան չեն մնալ։ 2007 թվականներ, արդեն 2 շաբաթ էր ինչ բնակվում էի Ֆրանսիայում։ Առաջին անգամ մենակ նստել էի ավտոբուս։ Նիկին սեղմեց կանգարի կոճակը։ Վարորդը չնկատեց ու չկանգնեց։
Կինն ասաց. կներեք, կանգառը բաց թողեցիք։ Վարորդն ասաց, կներեք, բայց կոճակը չէիք սեղմել։ Կներեք սեղմել եք, կներեք չէիք սեղմել։ Այսպես 4-ից 5 անգամ։ Ու վերջում, ով ամենաբարձրն ասեց, կներեք, բազարը գրեց։ Շփոթված, նայում էի ու հիշում։ Հիշում թե ինչպես էին մեր երկրում։ Սխալներին ստիպում, որ կներես ասել։ Ստեղ համ ճիշտը, համ սխալը կներես էր ասում։ Սեր մյուս անկարգավանքերս։ Ինչպես այստեղ եւ ճիշտը եւ սխալը կներես էին ասում։ Կոնկրետ այդ պահին հասկացա, որ երկիր են փոխել։ Շաբաթներ անց սրան հաջորդած մեկ այլ դեպք հաստատեց այդ հնարավոր երկիր փոխելու զվարճածը։ Մի երիտասարդ ֆրանսիացու հետ կանգնած է իր մեքենայի շուրջը, խոսում է ինչպես կարողանում։ Սրա մեքենայի դուռն էլ բաց էր։ Մի տարեցկին իր մեքենայով խփեց այս ջահելի դրանն ու այն փակեց այս խեղճի մատերին։ Ցավից վնգստալով այս ջահելը սկսեց բազմակառույց հայհոյանքների տարապ տեղալ այս խեղճ տատիկի գլխին։ Միևնույն ժամանակ կողքով մի միջին տարիքի զույգ էր անցնում։ Ամուսինը երեխու սայլակներ հրում, կինն էլ կողքով քայլում։ Կինը չդիմացավ ու միջամտեց, նախատելով ջահելին, թե չի ամաչում այդ տատիկի հետ այդպես է խոսում։ Ցավից մթագնած ջահելը փոխեց թիրախը։ Ըստ էության, երիտասարդ կինն ավելի իր ճաշակով էր։ Քանզի այդ տատիկի պես վերացական հայհոյանքներ չէր տեղում։ Այլ կոնկրետ ասում էր, թե ինչ անելու իր հետ, հենց իր ամուսնու աչքի առաջ։ Իմիջայլոց շատ վառ երևակայություն ուներ։ Այս երիտասարդ ու կին, երևակայական ու քրտնաթաթախ ողջ հարաբերությունների ընթացքում ամուսինը շարունակում էր հրել սայլակն անելով Որքան հեռանում էր, այնքան ձեռքն ավելի էր պարզում, աչքերն էր կկոցում, ավելի ազդեցիկ լինելու համար։ Վստահ, որ ջահելի արունը վախից ջուր է դարել։ Չմոռանամ նշել, որ որքան սա ձեռքը պարզում էր, այնքան ջահելն իրան էլ էր ներքաշում այդ հարաբերությունների մեջ։ Երբ բարապաշարը սկսում է թույլ տալու, փուլ առ փուլ սկսում է շփվել գոլուաների հետ, քիչ-քիչ նկատում ես ֆիզիկական դրսևորումներ, որ մեր հայերը չունեն։ Երբ բախվում են անգամ չնչին խոչընդոտի, բոլորն ասես դպրոցներում դասերը լավ սերտած, ձեռքերը դնում են կոնքերին ու անում։ Երկյուղած աչքերով վրաներն ես նայում, ու մտքումդ աղաղակով աղոթում, որ Տերը քեզ խնայի ու օրերից մի օր ես բացիրը քեզ էլ չանցնի։ Դու էլ չսկսես նման կանացի միմիկաներով խոսել։ Պայքարում ես։ Պայքարում որքան կարող ես։ Բայց մինչ իս ձեր հեգնական դատարանի ժանիքներին պաշար կդարձնեք, ասեմ, որ միայն Ֆրանսիայում կարող ես բախվել այնպես իրավիճակների, որ աշխարհի ուրիշ ոչ մի կետում չես կարող բախվել։ Երբ տարիներ անց ջանքերը թատուցող նամակ ես տանում, որում Ֆրանսիայի Հանրապետությունը քեզ տեղեկացնում է, որ որոշել է քեզ առնել իր հովանու տակ, ընծայելով իր պատվավոր քաղաքացի դառնալու հնարավորություն։ Երբ նամակը ձեռքիդ ուրախ զվարթ գնում ես պրեֆեկտուր, պասպորտ սեղան, դեմքիդ ամենալայն ժպիտը սոսնձած ու հայտնվում իր բթությունից ավելի հաստ, ակնոցների ապակու շերտի մյուս կողմից վրատնայող հանճարեղ ապուշի դիմաց, որը ուշադրություն քեզանից պահանջում է մի նամակ, որում Ֆրանսիայի Հանրապետությունը քեզ չի ստիպում լքել երկիրը։ Երբ դուք համելով էներգիայիդ ու բառապաշարիդ ողջ ծավալները բացատրում ես, որ նման նամակ չի կարող գոյություն ունենալ, քանզի երբ քեզ քաղաքացիություն են տալիս, դա նշանակում է, որ դու չպետք է լքես երկիրը։ Երբ այդ գոյություն ունի ու չունի, տևում է 1 ժամ 58 րոպե, ապա երթվում եմ Օլիմպիոսի բոլոր աստվածներով, որ հանելուց բացի ուրիշ ոչինչ չի մնում անել։ Հայրս միշտ
հարցնում էր. Այդ ոնց է լինում, որ քո այդքան զավեշտանի դեպքեր են պատահում։ Ասում էի, բոլորի հետ է պատահում։ Ուղղակի տեսնել է պետք։ Առանց զգուշացնելու, երբ իր կողմը չէի նայում, կյանք տիրուհին օգտվեց անուշադրությունիցս ու ամեն ինչ գլխի վրա շուռ տվեց։ Ինձ հագցնելով հոր կերպարանք։ Ունեմ 3 աննկարագրելի հրաշք, մեծ տղու 2 կրտսեր դստրիկներ, ու հիմա ինքս եմ հայտնվել ուսումնասիրողի դերում։ Ու որքան ուսումնասիրում եմ այնքան հասկանում, որ կյանքի ճանապարհին լավնանում ենք, ոչ բոլորը։ Ու նույն ճանապարհին նույնքան էլ լավ բաներ կորցնում։ Ֆրանսիան չի խնայել ձագուկներից ու առատորեն հեղեղել է նուրբ գործելակերպի արվեստով։ Միշտեք աղջիկս 3 տարեկան էր, տղաս 5։ Հատուկ բարդ գծաչափումներով բասկաթորս դրել էի հեռուստացույցից իդեալական անկյան ու հեռավորության վրա, որտեղ աչքը չէր օգնում ճառագայթներից ու բավական մոտ էր բոլոր հնարավոր մանրուքները որսալու համար։ Կար նաև լուսամուտից ներս թափանցող ու էկրանի վրա բռնացող արևի անցանկալի շողերի խնդիր։ Մի փոքր տրամաբանությամբ մի քիչ էլ սև կախարդանքով այս խրթին խոչընդոտները հաղթահարել էի։ Տղաս առաջինն էր արթնացել ու եկել առոք-փառոք թարել էր գահից։ Աղջիկս սենյակից դուրս եկավ, աչքերը տրորելով կանգնեց եղբոր դիմացն ու ասաց. Արտուր, տեղդ կզիջես։ Ցուրիկս պատասխանեց. Ոչ։ Աղջիկս չհանձնվեց։ Արի խաղ խաղանք։ Դու գնում ես սենյակ, ես նստում եմ քո տեղը, դու հետ ես գալիս ու ասում. Օ լալա Միշել, ես տեղս վերցրել ես, այդ դու։ Խաղի թե գաղափարը, թե հեռանկարը տղուս գերեց։ Ու չակուրտակի պես ցածկոտելով փութած սենյակ։ Հետ եկավ, կանգնեց քրոջ դիմացն ու պայմանավորվածի պես ասաց. Օ լալա Միշել, ես տեղս վերցրել ես, հետ դու։ Միշելս ավելի փրվեց բասկաթորի տիրույթներում ու շփրտեց. Ես էլ քո տեղը չի։ Ինձ միշտ հարցնում են, թե ինչպիսին է վերաբերմունքս աղջիկ տղա դաստիարակության, հավասարակշռության ու տարբերության նուրբ հարցում։ Առանց վարանելու պատասխանում եմ, որ տղուս պիտի այդ երկուսից պաշտպանեմ։ Հիմա կա կրտսեր դստրիկս, որի թուշիկներից չարաճճություն ու մարտականություն է կատկտում։ Ինքն էլ նման է նոր թխած հացի։ Մի օր դասից եկավ տուն, նստեց կողքս ու հարցրեց. Պապետ ճիշտ է, որ ձմեռ պապի գոյություն չունի։ Ասեցի ունի Միլեն ջան։ Ասեց բա տեսայի պապան խոստովանել է, թե ձմեռ պապի չկա։ Տեսայի պապայի ատամներից մեկն առանց նարկոզ քաշելու ցանկության ասացի. Միլեն ջան, ձմեռ պապի գոյություն ունի հնարամիտ ու պսպղուն մտքերի համար։ Կարևորը քո հավատալն է։ Եթե հավատում ես, ուրեմն ունի։ Բավական քիչ տպավորված հանճարեղ կրուտիտովս ասեց. «Okay, ու ցանկաշ բարձրացավ սենյակ»։ Ես սովորաբար շուտ արթնացող եմ, օրվա ամենասիրելի հատվածս նախաճաշն է։ Երբ մենակ եմ սրճիս, ինձ ձեռքերով կտրտած թարմ մրգերի ու նույն թարմությամբ վարակված մտքերիս հետ։ Սա օրվա միակ հատվածն է, որ մնացածների հետ հարմարացնելու ոչ մի անհրաժեշտություն չունեմ։ 6:20 կողմերն էր ու լսեցի Միլենից հարցականներով ծառացած ոտիկների տակ ճկվող աստիճանի հոգոցները։ Նորմալ չէ, այդ ժամին պիտի քնած լիներ։ Գզգզված մազերով, աչքերն արյուն լցված, եկավ նստեց կողքս ու այրող հայացքը մխրճեց սրտիս ամենախոցելի անկյունները։ Իր մեջ բնակվող նրբիկ ֆրանսուհուն վերջնականապես ոչնչացրել էր։ Ու հիմա միայն վայրակ հայր էր, որ հրեաչերով հրկիզում էր էությունից։ Չէր քնել, գրմռած։ Ճիշտն ասա, ձմեռ պապիկա թե չէ։ Ասեցի, Միլեն ջան, կարևորը քո հավատալն ու եթե հավատում ես, ձերքի արհամարական շարժումով ընդհատեց։ Դու ճշմարտությունն ասա։ Այդպիսի մի օր չի շատ սրամիտ է։ Այդպիսի մի օր չի անցնում, որ օրը գոնե մի անգամ լիաթոք չծիծաղեցնե։ Տղաս կլիներ
ուղեկցել էի դպրոցական մի հավաքույթի։ Այնտեղ կար մի ֆրանսիացու ճուտիկ, որը ծայրաստիճան ակտիվ էր ու քրտինքից լկստվածության հոտ էր գալիս։ Դեմքով նման էր Երալաշի Սիդորովին, ուղղակի կյար ու առանց պեպե, նույն մազերով։ Կլիներ Արտուրիկիցս մի 2 տարի փոքր ու Տուղուս Մարմնի ուղիղ կեսներ։ Այս դասվածը մոտեցավ Տուղուս, կանգնեց ոտի ծայրերի որ հաստի ականջին ու մի բան փսփսաց։ Արտուրիկս լրջացավ ու եկավ կողքս։ Ասում եմ ինչ եղավ։ Ասում եմ հեչ երեխեն ինձ սպառնում էր։ Արդեն այդ երեխու դեմքն ու սպառնալիք բարերի համադրությունը ծիծաղել էր։ Ասում եմ ինչ էր ասում։ Ասում էր քեզ դաժանաբար սպանելու է։ Ասում եմ բա դու ինչ ասեցիր։ Ձեզ նստեց։ Ոտը գցեց ոտին ասեց։ Չեմ կարծում թե անի։ Հիմնականում ֆրանսերեն են խոսում ու հայրենի վրա լուրջ ջանքեր են գործադրում, որ ավելի վարժ խոսեն, եղածով չեն բավարարում։ Երբ առաջին անգամ գալիս են Հայաստան ու բացում դժողքի դռները, այսինքն նստում են տաքսի, կինը զգուշացնում է, որ հանկարծ ֆրանսերեն չխոսեն, թե չէ տաքսիստը զբոսաշրջիկի տեղ կդնի ու ավել գումար կգանձի։ Տղաս ամենալավ ըմբռնած նստում է տաքսի ու ասում փարև։ Ասես, սա քիչ էր, չարի անգրվանում, այսինքն տաքսում, թողից տաքսիստ աղբերները ներողը դեն, ուղղակի ես ձեր կողքին այնքան ահերով ու տառապանքներով լի կլինիկական մահեր եմ ապրել։ Ասում էի, որ չարի անգրվանում, տղաս տեսնում է, որ հետևի նստարանի վերևի լույսից 3 բարալիկ լարեր են կախված։ Ողջ ճանապարհին կծկվում է դեպի մայրը, որ լարերն ուսին չկպնեն ու հարցնում։ Ինչ ես կարծում ես երաֆազա։ Երբ հայերեն հանելուկներ եմ ասում սկսելով, այնինչն է, այնինչը, ասում են ոնց որ գերմաներ են խոսալուստինես։ Այնինչն է, այնինչը, աղտուկ, աղտուկ։ Երբ ասում եմ, իկրա կուտեք, գիտեմ, հայերենով խավիարը, սրբի տեղմին դրեք դուք էլ եք իկրաս։ Ասում են ոնց որ միթոլոգիական հրեշի անուն լինի։ Իկրան եկա, փախեք, ու անգամ իկրային ճիչ են մտածել։ Իկրա, ասեմ, որ իկրան թևեր ունի։ Ստեղ փակագծերը բաց են, ուրեմն ավատար 3-ի դուրս գալու կապակցությամբ որոշել էի 1-ն ու 2-ը վերանայել ինֆորմացիան թարմացնելու համար։ Առաջինի մեջ, որ գալիս են այդ դրակոն թռչուններին թամբելու, իրանց մազերով, այդտեղ պարզվեց, որ թռչունների անունները իկրաններ են։ Իրոք։ Ասեմ, որ միայն երեխաներս չեն, որ ինձ ծիծաղեցնում են։ Կա նաև մայրս։ Բայց ի տարբերություն երեխաներիս, մայրս ինձ ծիծաղեցնում է անկախ իրենից։ Մայրս սրամիտ է, բայց ինտելեկտուալ լինելուց լուսնային տարիներ հեռու։ Որպեսզի լավ հրավիրվենք մորս ներաշխար, նրա հետ ունեցած անհամբերելի ու ֆանտաստիկ խոսակցություններից մեկը բարձրաձայնում։ Մի օր հետը դինոզավրերի մասին անիմացիոն վավերագրական հաղորդում էի նայում, ու այդպես էլ վերջում չկարողացա մորս համոզել, որ դրանք կոմպյուտերային սինթեզավորված կերպարներ են։ Ասում էր, ինչ ես խոսում, բա որ չկար ոնց են նկարել։ Ուֆ, ֆանտազիոր։ Մոտս արտաթափայլ միտք էր հղացել ու որոշել էի նույն մորս հրավիրել մոտս Փարիզ։ Արդեն գալի կար համիրքը կրավում։ Մայրս հրավերով մտնում է դեսպանատուն ու դեսպանատան աշխատակցուին հարցնում է, թե ինչ լեզուներով է խոսում։ Մայրս թե անգլերեն ու ռուսերեն։ Սուտ։ Իմեն, որ հարցնեմ ինչ լեզուներով ես խոսում, կասի անգլերեն։ Անգլերեն 2 բառ գիտի, yes, no։ Ու չգիտի, որ yes-ը yes չի, այո է։ Մորս ճանաչողներ արդեն գիտեն ինչ է տեղից։ Օրիորդը հարցնում է, իսկ կարող ենք իրեն հետ անգլերեն շփվել։ Քյարթու մայրս պատասխանում է, ոչ։
հանգիստ օրենք ու Ֆրանսիայում լսած անեկդոտներից մեկը թարգմանում ու ձեր ընկերին հասցնեմ։ Մարտա բատած։ Քրիստոնյա, մուսուլման ու հրյա հոգևորականները ողջ օրը փող են մուրում ու օրվա ավարտին որոշում կիսվել Աստծո հետ։ Մուսուլմանը մի նեղլիկ կիսալուսին է գծում հատակին, փողերը նետում մոտ ասելով. Կիսալուսի ներս նկաստելն Աստծուն, դուրսը ինձ։ Քրիստոնյան նույն կերպ է վարվում, բայց այս անգամ մի չաղլիկ արև է նկարում, ասելով արևի ներսին դերն Աստծուն, դուրսը ինձ։ Հրյան պարզապես փողերն օդ է նետում ասելով. Ինչ իրենն է, ինքը երկնքում կպահի։ Հիմա համարձակվում եմ հուսալ, որ ինձ սիրով ու ջերմությամբ, որ խոսքերս օդ եմ նետում, նույն սիրով ու ջերմությամբ էլ վայրեջք են կատարում իձեզ։ Տեսնում եմ, որ հրյաների մասին անեկդոտները դուրներդ գալիս են, մի երկրորդ է բանը։ Հրյա տատիկը Սովյապին գուլպա գործերիս է լինում, թորն է ջրին մոտ խաղալիս։ Մի վիթխարյալիկ ծնված ոչնչից գալիս կուլ է տալիս թորանն ու տանում։ Տատն անխռով գլուխը բարձրացնում է երկինք ու դիմում Աստծուն։ Աստվածաշ, ողջ կյանքս բոլոր պատվիրաններդ կատարել եմ ու քեզ մի սրտումս կրել։ Հիմա քո արածն արածել եկար ու ճուտիկից տարել։ Դեր խոսքը չապարտած նույն ալիքը վերում ու թորանը հետ է շպրտում։ Տատն անվրդով շարունակում է. Աստված ջան, չեմ ուզում չարաշահել, բայց երեխու գլխին նոր գլխարկ էր։ Ես է չեմ ուզում չարաշահել ձեր բարյացկամությունն ու անմիջապես անցնում եմ այն թեմային, որի համար եկել եք։ Հայերի ու ֆրանսիացիների տարբերություններին ու նմանություններին։ Տարբերություններին, նմանությունները չեն բխտում։ Ֆրանկների յուրահատկությունը սկսում է հենց իրենց լեզվից, իրենց պես գունագեղը ու բազմացավը։ Ասում են, թե խմած կամ որոշակի նյութերի ազդեցության տակ կարող ես գրել, բայց հարկավոր է ստուգել, երբ սթափ ես։ Ֆրանսերենն ասես կյանքի կոչված լինի աշխարհի բոլոր թմրեցուցիչները, հալուցինոգենները ու միայն իրենց հայտնի ճախլեցնող նյութատեսակներն օգտագործած իլյուզիոնիստ լեզվաբանների կողմից։ Լեզվաբանների մի խումբ, ովքեր այդպես էլ չեն սթափվել իրենց առողջությունը ստուգելու համար։ Վստահ կարող եմ ասել, որ ֆրանսերեն լեզուն ծնվել է նման մի միջավայրում։ Սեղանի շուրջ նստած են եղել 4-ից 5 իլյուզիոնիստ լեզվաբան։ Նստած, որովհետև ի վիճակի չեն եղել ոտքի կանգնել։ Մեջների դեռ խոսել ընդունակն առաջարկել է, որ համաշխարհային լեզվամտածողությանն ու առհասարակ մարդկային տրամաբանության ձեռնոց նետեն ու այնպիսի բաներ հնարը, որ ոչ ոք չունի։ Ասել են օրինակ ունենք օտար, բայց քիչ է։ Եկեք վերցնենք մի հատ Ա, մի հատ Ü, կպցնենք իրար ու նորից կարդանք Օ։ Մյուսը, որ եկերուշ թիկունքի միշտ կանգնած է եղել, առաջարկել է, որ այդ 2 տարի թիկունքին մոտ X դնեն, ու այդ 3 տարը A ու X-ը նորից կարդան Օ։ Մյուսը ոգևորված է սնկերական ալիքից, առաջարկել է, որ այդ 3 տարի առաջ մի հատ E դնեն, Ö, ու այդ 4 տարը Ö ու X-ը նորից կարդան Օ։ Ու տենց իրանցից գոհ մագուր հայերենով իրանցից դավոննի իրար են նայել ասել Օ։ Սա բավական կլիներ մեր սովորական մահկանացուների համար։ Սրանք դեռ շարունակում էին իրենց մտքի թռիչքը։ Ասես ամեն ինչ հեշտ էր, այս անգամ ամեն ինչ բարձրացնելու հաճույքի համար որոշել է, որ էդ առնակիչ։ Ասել են ունենք էդ առը, բայց կարելի է վերցնել գլխի մի հատ շեշտ դնել, անունը դնել ակսանտեգյու ու նորից կարդալ է։ Մյուսը, որ այս անգամ ուղղակի ուզեցել է հակառակվի, ըստ էության հայկական արմատներ ունեցել, առաջարկել է, որ վերցնեն նույն N, գլխի շեշտ դնեն, շեշտին հակառակ բութ դնեն, անունը դնեն ակսան գղավ, բայց այս անգամ կարդան է։ Մեջների կլասով տղեն, որ երբեք չէր բաժանվում իր արիստոկրատի ցիլոից, առաջարկում է, որ այդ N-ից մեկի գլխին գլխարկ դնեն, իր պատվին, շապո, անունը դնեն ակսան սիրկոնֆլեքս ու նորից կարդան է։ Մեջների ամենամեռածը, ուն գիտակցությունն ու աչքերը տեղ-տեղ բացվում ու փակվում էին, աչքերը բացելուն պես, ակնային լուսամուտները բացելուն պես, փայլատակում է, որ կարելի է վերցնել մի հատ A, մի հատ I, տրամաբանորեն կպցնել իրար ու կարդալ E։ Կոնկրետ այդ կուլմինացիոն պահին նորից իրանք իրար են նայել ու ասել E։ Ֆրանսերենում աբսուրդները անքանակավոր են։
կան սակայն 1-2-ը, որ սրտումս հատուկ տեղ են զբաղեցնում։ Ֆրանսիացիները հայտնի են իրենց բարերի վերջին տարերն ուտելու անհագ ախորժակով։ Երբ Արար աշխարհն ասում է բիսկվիտ, ֆրանսիացիներն ասում են բիսկվի։ Երբ համայն մարդկությունն ասում է շոկոլադ, ղյերի բարեկամներն ասում են շոկոլա։ Ու այսպես շարունակ։ Ու հանկարծ, երբ ողջ մարդկությունն ասում է սուպեր, ֆրանսիացիներն ասում են սուպերբ, տարեր ավելացնում տարուտողները։ Ու երբ համայն մարդկությունը գոչում է ֆրի, կարտոշկեքը նկատի ունեմ, այլ ոչ թե ազատություն։ Ստեղ մի շտակած։ Մեր հայ ազգի մեծ բարեկամներն ասում են ֆրիտ։ Մի խորացեք հասկանալու Կան նաև ֆրանսիական արտահայտություններ, որոնք, ասես, մրցակցության են մտել անհետեթության հետ։ Ասենք, հաջողակ լինելուն ասում են avoir le cul bordé de nouilles, ինչը տարածիորեն նշանակում է չինական փլավով պարուրված հետույք ունենալ։ Նույն գաղափարախոսության շրջանակներում վաղ տվերելուն ասում են avoir de la chatte կամ avoir de l'amour։ Առաջին դեպքում կատու Avijut pamplik լինորը փիսիկ ունենալ, երկրորդ դեպքում միդիա, սովային խխունջ։ Սրանք երկուսն էլ խորհրդանշում են կանացի սեռական օրգան։ Հիմա ես չեմ դուք եք, ինձ ասեք տեսնեմ ոնց եք անում, որ այսքանից հետո չանեք, այս մեկը մոռացել եք։ Ունեն մի շարք ուրիշ ժեստային արտահայտություն է, ասենք աչքս տեսնի, մոնոյ, ուսես մտնում ենք հիթը։ Այս ամեն ինչ տանում են կաշտում շարվարով մարդը։ Երբ թերահավատ են, ապը թերահավատորեն թափարում են։ Շատ կարևոր է գլխի տնտմոցի հետ բռնացնել։ Տրիպեր կճում ես, ֆլեյտայի նշանն են անում։ Սա էլ անույի բանը նշանակում, սրավն էլ պիպո է։ Որի պր ուրջասնում ես, ջութակի նշանն են անում։ Երբեք ջութակի նշան ուղիղ գլխով չեն անում, թե չէ երևակական ջութակը կնկնի։ Ես ինչ եմ ես ֆրանսիացիներ ես կանշացին։ Դե լավ, հիմա եկեք մեր համանդամուր երևակայական դաշտում մի տեսարան կերտենք։ Ձեզ մի ֆրանսիացի, մարդասպան, մարդագեր, արևանգել է, իշեսրել իր նկուղ, կապել աթորին, սրում է դանակներն ու ձեզ ամենայն մանրակերպտությամբ բացատրում, թե ոնց է ձեզ կտրտելու, տանջամահանի ու ուտի։ Իր ժեստերով։ Ձեզ հավաստիացնում եմ, որ ձեր միակ հնարավոր ռեակցիան կարող է լինել հրտկոցը։ Ունեն նաև շատ դիպուկ արտահայտություններ։ Ասենք, երբ մի քաղաքական ուժ վերցնում է մի կարևոր հարցի բյուջե, տեղափոխում մի ավելի աչք ծակող հարց լուծելու համար, ասում են Պոլին համոզում են, որ հագցնեն Պիերին։ Ֆրանսիացիները Սուտից ոգևորություններ չունեն, ամերիկացիների պես, it's amazing, կամ էր հայերի ապևերշներ, իրանք եթե կյանքի մեջ շատ լավ փորձ են ապրաստինում, ասում են, չեն փոշմանել, որ արել եմ։ Ֆրանսիացիները շատ պրագմատիկ են, իրանց հետ պիտի բարերը չաղճտած, լինես դիպուկ, թե չէ բարկանում են։ Ասենք, որ իրանք մեր հայերին հարցնում են, թե որն է ձեր ազգային կերակրատեսակը, մեր հայերը սկսում են թե տոլման ու ինքնաբուն խոսում։ Պատմում ցուլիկի ծնվելուց, արածած խոտի տեսակից, աճի ողջ պրոցեսից, մորթելը, ֆարշ բռնելը ու կաղամբի մեջ նստելը։ Ֆրանսիացին բարկացած ասում է. «Այլի, լցոնած կաղամբ»։ Կամ որ ուզում են ասել, լավ, ասում են, ոչ չի։ C'est pas mal։ Արդեն տարիներ անց, երբ այդ արտահայտությունը մտել էր կիրառական լեզվապաշարից դաշտ, ու երբ ասեցի ոչ չի, ֆրանսիացի ընկերներիցս մեկն ասաց. Տենում ես, իսկական ֆրանսիացի ես դառնում։ Փոխանակ ասես լավ, ասում ես ոչ չի։ Ունեն նաև շատ դիպուկ հայթեր։ Երբ իրենք բարկանում են իրենց կառավարության վրա, չեն հերնում բոլոր հնարավոր հարթակներից բղավում ես իրանց մաման։ Այլ պարզապես ուղիղ եթերում իրենց նախագահին հարցնում են։ Այդ ճիշտ է, որ եվրոպացիներ, ամերիկացիներն ասում են, թե մինչև վերջին եվրոպացին պատրաստ ենք Ռուսի հետ կռվել։ Իմիջայլոց
կյանքում լավագույն կռիվները դրանք խուսափած կռիվներն են։ Ու եթե բանը հասել է կռվին, դա նշանակում է, որ մնացած ամեն ինչ ձախողել է։ Հիմա ձախողելու հետ կապված մի քանի հուշեր կիսվեմ հետները։ Երբ ամիսներ առաջ եկել էի հայրենիք քոր եկող հոգին, գիրքս ներկայացնելու, ընկերներով հավաքվել էի ու ամենքը մի քանի բաժակ խմել էի։ Երբ օրվա ավարտին ինձ առաջարկեցին տուն տանել, մերժեցի։ Գերադասելով վերադառնալ Լյուցիֆերի հետնորդներից մեկի հետ։ Տաքսով։ Տաքսին եկավ, տաքսիստը ռուս։ Ինքն էլ հարբած։ Հարբացի նյարդեր ծղոցող ծանր շնչառությամբ։ Ծաղկադալար գարնան բուրմունքն էլ չասել։ Քշում էր խայտարակված ու խոչընդոտներից բաղցնում մի մատ հեռավորությամբ։ Ռուսերենը չկիրառելու հետևանքով գրեթե մոռացել եմ ու չէի ցանկանում սրան կիսակառույց ֆրազերով դասեր տալ։ Պետսախեջ։ Վթարից վախը մոռացած սրան եմ նայում ու մտածում։ Մտածում եմ, թե ռուսը որքան իր կյանքը պիտի ձախողի, որ գա Հայաստան տաքսի քշելի։ Քանի դեռ ձախողելու շարանի մեջ ենք, մի դեպք պատմեմ Ֆրանսիայից։ Աշխատում էի Toyota-ի ներկայացուցչությունում։ Այս բառը հեշտ չի։ Աշխատում էի Toyota-ում։ Ներս մտավ մոտ 23 տարեկան երիտասարդ։ Բյուրոյից դիմացը մի Toyota Yaris էր կայանած։ Իսկ Yaris-ը Toyota-ի ամենաէժան ու սկսնակ դասն է։ Ինքն էլ նման է ոչ մի բանի։ Ինչ-որ դիզայներական խզբզակ։ Այս ջահելն եկավ ու սկսեց պատահողմի պես պտույտ գալիս Yaris-ի շուրջը։ Ես աշխատել եմ տարբեր լյուքս մեքենաների բնակավարներում ու երբևէ չէի տեսել ինչ-որ մեկին գրգռվել մի մեքենայով, այսքան ինքնակորույս։ Գլխիս գալիքը գիտեի։ Ու միշտ կհասցնեի փախչել ես վիտրինա լպստողից, բռնացրեց ու սկսեց ամենայն մանրամասնությամբ ինձ բացատրել, թե ինչպես է սպասում անհամբերությամբ այն օրվան, որ կիրագործի իր կյանքի մեծագույն երազանքն ու կգնի Toyota Yaris։ Աչքերս ակնախորոշներից դուրս ես ջահելին եմ նայում ու մտածում։ Մտածում եմ, թե այդ ջահել հոգիդ իր սեփական նկուղների միջև որ ստորգետնյա հարկերը պիտի գահավիժի, այդ ջահել կյանքդ ինչ աստիճանի պիտի ձախողես, որ քո կյանքի մեծագույն երազանքը լինի Toyota Yaris-ը։ Սա ծաղրանք չի։ Toyota Yaris-ը կարող է լինել կյանքիդ ցանկալի էտապներից մեկը, բայց ոչ գերագույն նկրտում։ Այս խոսքերն ասում եմ ու անպատրաստից հիշում Դա Վինչիի անգերազանցելի խոսքը։ Կյանքում ավելի լավ է ունենալ մեծ երազանքներ ու դրանք վրիպել, քան ունենալ փոքրեր ու դրանք իրագործել։ Երբեք չվարանեք ունենալ մեծ երազանքներ։ Կազի, երբ հանդիպում ես քո սեփական երազանքներ իրագործած ուրիշ մարդկանց, տեսնում ես, որ նրանք քեզանից ավելին չարժեն։ Ֆրանսիայում աշխատել եմ ծանր գրաֆիկներով։ Մի որոշ շրջան անգամ գիշերներ։ Ամեն գիշեր, երբ գնում էի աշխատանքի, անցնում էի մի տան դիմացով, որն ինձ ժպտում էր ու աչքով անում։ Հետս լուր համաձայնության է եկել, որ երբ օրերից մի օր գործերս ուզածից պես ընթանամ, այս տունն առնելու է։ Վստահ, որ այդ օրվանից էլ երկնքից ոչ մի մութամբ չէր սպառնալու։ Մի օր առավոտյան արևի ոսկրտան շողերի պարահանդեսի ներքո անցա նույն տան դիմացով ու տեսա, թե ինչպես էր։ Տանտերը բալկոնից դուրս նայում ու ծխում։ Նայեցի այս մարդու դառնացած դիմագծերին ու հասկացա, որ նա ինձանից ավելի երջանիկ չէր։ Իրար ճիշտ հասկանանք։ Փողը դեռ ոչ ոքի չի երջանկացրել։ Անկեղծ եմ ասում, ծեծված խոսքեր չեմ կրկնում։ Փող ունեցողները հնարավորություն են ունենում տարբեր առարկաներ ու մարդկանց գնեն իրենց հոգիների անդունները լցնելու ու խավարը ցնելու համար։ Ու այդ ժամանակ են հասկանում իրենց հոգիների անձավների անհունության աստիճանն ու խավարի մատուցիկության աստիճանը։ Ու էլ ավելի դժբախտանում ու նախանձանում։ Ասում էի, որ փողը դեռ ոչ ոքի չի երջանկացրել։ Բայց փողի պակասը բոլորին է դժբախտացրել։ Այս հարցի շուրջ երկար եմ խորել ու ինչ եմ հասկացել, որ կյանքում ավելի լավ է լինել հարուստ ու երջանիկ, քան աղքատ ու դժբախտ։
Փուլեր էին, որ սկզբում ծանր է յակում։ Բայց հետո հասկացա սրա կարևորությունն ու հիմա եղուցկուհի կյանքին հոգաչափ երախտապարտ եմ նման ուսուցումների համար։ Չմոռանանք, որ ադամանդը ոչ այլ ինչ է, քան ճնշման տակ մնացած քարացուղ։ Ու որքան էլ այդ ադամանդը լինի մոգական, այն երբեք չի փայլի առանց լույսի։ Չմոռանանք, որ ցավը մեր հաղթանակների սուրը կռող, հոգիների ջայթքող կրակն է։ Ես միշտ ասել եմ, որ կյանքը սիրող կին է։ Երբ արժանանում ես նրա սիրուն, քեզ ամեն ինչ տալիս է։ Բայց Աստված մի առասցե, երբ անմիտ ես գտնվում ու հայտնվում նրա թիրախում, անմիտ եղել է, ու խորը վերքերի սպիները դրանց շռնդուն հիշեցումներն են։ Երբ երկար հաուչերից հետո որոշեցի սուզվել իրական կրքերիս աշխարհ, գրի ու ստեղծագործության աշխարհ, կյանքը սկսեց փոխվել Զևսի կայծակից էլ արագ։ Ու երբեք ոչինչ չի փոխվում առանց մտքերի փոփոխության։ Գրեթե բոլորն ասում են, թե կյանքում ուզածից հասնեմ, ապա ինձ այսպես կամ այնպես կպահեն։ Մոռանալով, որ եթե իրենց այդպես կամ այնպես չպահեն, երբեք իրենց ուզածին չեն հասնի։ Դա նման է ցլին պոչից բռնելու։ Երբ հասկացա այս ամենն ու որոշեցի ամեն ինչ հիմնովին շրջել, աշխատանքային տվյալները սկսեցին նվազել։ Քանի որ աշխատանքից վրա ծախսած ժամանակն էլ արժան չէի համարում։ Լինելով լուրջ պերֆորմանսներ օգտար, աշխատանքային բացթողումները սկսեցին միանգամից աչքի զարնել։ Վերադասս եկավ ինձ տեսնելու, դասեր տալու հաստատական մտադրությամբ։ Մի մարդ, ում ես իր տեսակով, թե ինտելեկտով արածողից բարձր չէի դասում։ Եկել էր ու անպագորգոր բարերով սրա նմանների ես որակավորում եմ ասելով, եթե սա հաց ուտելուց լինի, դիմացից կերը դանդաղ բրթես մի կողմ, տեղը տուկով խոտ դնես, առանց տարբերությունը նկատելու կշարունակի արածել։ Մի խոսքով, եկել էր ու անպագորգոր բարերով ինձ դասեր էր տալիս։ 2-3 րոպե անց պարոն շեֆի հետ տված բարակույտը շորերից վրայից մաքրելուց հետո ասեցի. «Εσύ գիտես, դու հիմա սենց ոգևորված խոսում ես, ու ես ինձ հարցնում եմ։ Հարցնում եմ, թե ես իմ կյանքը որտեղ եմ ձախողել ես աստիճանի, որ դու հիմա իմ շեֆն ես»։ Այո, երբեմն կատվին պիտի կատու անվանենք ու սկսենք հենց մեր սեփական թերացումներից։ Անկարող եմ թերացում բառն ասել առանց վրիպակ բառի հետ ասոցացնելու։ Հիմա ձեր թույլտվությամբ խոսելու եմ մարդկանցից, ում ես քայլող վրիպակներ եմ համարում։ Մարդիկ, ովքեր իրենց կարծիքներով օդն ամենաշատն են խցանում ու քեզ խորհուրդներ տալիս։ Մարդիկ, ում արածներից կամ ապրածից մի պիտանի օրինակ չես կարող պեղել։ Մի հարց այդ մեր խորհրդի ասպետների։ Ձեր խորհուրդները մեզ ուր պիտի տանեն։ Պիտի տանեն են կանգար, որում դառնում ենք ձեր պես։ Ախր մեր կյանքերն անց են կացնում այդ կանգարից խույս տալով։ Կարծիքը հետանցքի նման մի բան է։ Բոլորն էլ ունեն։ Մեր մտքի տիտաններ։ Ձերը պահեք ձեզ ու ձեր կարծիքները հենց այդտեղով էլ պղտոր ջրերին տվեք։ Հիմա ձեր թույլտվությամբ խոսելու եմ մարդկանցից, ովքեր միակողմանի փողոցին միակողմանոց են ասում։ Գազարագույնին գազարակագույն։ Արյուծին արլյուծ։ Գրական խոսելու տապալված փորձի մեջ տանուր տալուն, տանել տալ են ասում։ Ենթադրում եմ տանելու տարվելու հետ կապելու։ Նույն գաղափարախոսության հորձանքում տաժանակրին դաժանակիր են ասում։ Ու բանվորն էլ կլոր օյով գրում։ Էլ գող լինենք, որ այով չեն գրում։ Չնայած բանել օրավարձով, օր, կարող ես մի արդում իրանք են ճիշտ։ Ասում են նույնիսկ կույր խոզն է տարին մի անգամ, տրյուֆ էլ գտնում։ Խոզ ասեցի, հիշեցի։ Խոսելու ենք, ավելի շուտ խոզելու ենք մարդկանցից, ովքեր իրենց փնթի կամ քրտինքի հոտ պահելու մեջ առնականություն են տեսնում։ Մարդիկ, երբ դու ասում ես իրենց ասացի ուղիղ հակառակը,
Իրենք նայում են դեմքիդ ասում, հապա աղբեր ես էլ եմ էդ ասում։ Արդեն ամենքը ձեր շրջապատում երկուքի պրավիտ եք, չէ։ Մարդիկ, ովքեր անկախ քո ասածներից միշտ ջենական հակադարձողներ են։ Երբ դու ասում ես սարերը ձորերից բարձր են, իրենք ես ասում են ոչ, այդ ձորերն են սարերից ցածր։ Այս մարդատեսակներին ես անվանում եմ գեղացիներ։ Գեղացին բնակավայրի հետ ոչ մի առնչություն չունի։ Գյուղացին չի։ Գեղացի դա մարդու պարոդ է։ Ամենուր են, անգամ Փարիզի կենտրոնում։ Ու ցավոք սրտի դրանց մեծ մասը նորից մեր հայրենակիցներն են։ Նույնները, ովքեր լքում են հայրենին, նույն կարկառուն մտքով, թե չկա, ծառերից փողերը կհավաքենք։ Նույնները, ում պանիր գողանալուց բռնում են, բերանից դուրս է գալիս ոչ հայր, ոչ մայր, ոչ այլ ինչ, եւ ոչ էլ ազատություն, այլ անձնավուր։ Վստահ որ ազ նավուրը իր համբավը հատուկ իրենց համար էր ստեղծել, ու որ հիմա նրա լուսապսակ հոգին իրենցով անverջ բարձենում է։ Մի ծանոթ ֆրանսուհի իր ողջ ժամանակն անցերկացնում իր հարևան ցիգաններից բողոքելով։ Մի օր ինչ-որ առիթով հրավիրեց իրանց տուն, ու տուն հասնելուն պես լսեցի սրա հարևանների կենթանական աղաղակները։ Դուրս եկա բալկոն կարգի հրավիրելու։ Տեսնեմ ինչ։ Հայրը պլեշիկ մայքով, սեմուշկի կլեպները դուրս թքելով, ամենաճղճի հայհոյանքներով, իր մի մատ որդու տուն էր կանչում, ամենավճիտ հայերենով։ Իսկույն եւ այդ ստացնելու ցանկությունս հոդս ցնդեց, ու քանի չէր հասցրել ասի աղբերս հայ ես, ինձ թափով ներս գցեցի այդ ֆրանսուհուն ասում եմ, շատ կենթանի են այս ցիգանները։ Քանի դեռ ձախողելու շարանի մեջ ենք, մի հյուշեց կիսվեն նորից հետներ։ Ուրեմն մի օր Ֆրանսիայում կար հայերի մի խումբ, ում հետ առհասարակ չէի շփվում։ Ու չկար շփվելու։ Մի օր երկնքից 3 խնձոր ընկավ գլխիս ու ինչ-որ անհասկանալի անեծքի ու թուղթուգրի հետևանքով հայտնվեցի սրանց հետ Փարիզում։ Կարճած ձեռքերիցս հետները մի կերպ քաշ տվեցին ռեստորան ու ռեստորանը ակնթարթորեն վերափոխեցին գոմի։ Էլ բառաչներ, էլ գոռոցներ, էլ տխմար կատակներ։ Մարմնից յուրաքանչյուր ծակոտիով առատորեն քրտինք էր ծովում։ Մեջս էլ մի կաթիլ աղի հեղուկ չէր մնացել։ Մարդիկ սեղանները կիսատ թողեցին ու ռեստորանը մի հավքի թևան ընթացքում դատարկվեց։ Բարկացած մենեջերը եկավ սրանց ասեց ձեզ նորմալ պահեք։ Սրանք մի մարդու պես սկսեցին, թե մենք հայ ենք, հայերով, մենք սենց ենք մեզ պահում, հայավարի։ Հեծախեջ, կարևորը որ սրանք բոլորն իրականացրել են իրենց կյանքերի մեծագույն երազանքներն ու օրվա ավարտին բոլորը տուն գնացին իրենց 95 թվականի պիծյորկեքով, ամենամութ գիշերվանից էլ սև շուշեքով։ Սրանք այդպես էլ մնացել էին թե իրենց 95 թվականի, թե 95 թվականի երազանքների տակ։ Այսպիսիների ես լուսատիտիկներ եմ անվանում։ Իրենց ամենափայլուն ու լուսավոր մասերն իրենց հետույքներն են։ Շնորհակալություն ինքնագործ ծափարությունների։ Դե լավ, հերիքա Ֆրանսիան մատնացույցանեմ ու Ֆրանսիան շենացնող Ղարիբ քույրու եղբայրներից։ Հեշտ է այնտեղի խեղճերի թերացումները մատնացույցանել։ Գիտեք, կյանքում ստացիոնար ոչինչ չի լինի։ Կամ առաջ ես գնում, կամ հետ։ Ես կյանքը միշտ համեմատել եմ օդանավակայաններում հանդիպող պտտվող խալիների հետ։ Մի չնչին, բայց շատ կարևոր տարբերությամբ։ Կյանքի այդ խալին միշտ հակառակ է պտտվում։ Ընթացքն է բավականին դանդաղ։ Երբ քայլում ես, առաջ ես գնում, բայց բավական է որ վարկյան անգամ կանգնես ու նա քեզ իսկույն եւ հետ կմղի։ Շատերը գալիս են ու հենց առաջինը լեզվի չիմացության պատճառով հայտնվում որոշակի ճահճացած հայկական միջավայրերում, որտեղ արդեն բազում տարիներ է խոսում են նույն բաներից ու անում նույն կատակները։
շրջանակներ ուր Իստաբուկում բոլոր գրածները ճիշտ են։ Գալիս են ու կեր դառնում այս փչացած ատամնաշարով երախին ու դանդաղ ծանվում։ Որոշ նենք հայ գործարարներ չեն վարանում օգտվել այս խեղճերի մոլորվածությունից ու տանում ու իրենց մոտ ստրկացնում են։ Երկրի ամենացածր աշխատավարձներով ու ամենաանմարտկային պայմաններով։ Նույնները, ովքեր տանում են թուրքերին ու քրդերին, իրենց մոտ աշխատեցնում էլ ավելի բարձր աշխատավարձներով ու շատ ավելի մարդկային պայմաններով։ Ցավալի է։ Բայց ինչ արած։ Աշխարհն է այսպես արարված։ Ասեմ, որ ունենք կերտող ու կառուցող մի ժողովուրդ, որ ուր էլ գնան, վարկյան անգամ չեն վարանում, իրենց մասնատել ու իրենց մարմնեղեն աղյուսներով ծիածանե կամուրջներ կերտեն, որ իրենց զավակները հասնեն մի ավելի լուսավոր աշխարհ, մի աշխարհ, որում իրենք երբևէ չեն եղել, ու գուցեև երբեք էլ չլինեն։ Իմիգրանտների առաջին սերունդները զոհեր են, ովքեր օտարության արհամարող երկնքի տակ իրենց միակ ու էլ հետ չվերադարձող կյանքերը զոհաբերում են գալիք սերունդներին։ Եթե մյուս անգամ կգնաք ու կասեք, գնացի, դզվա, ու մեզ մոռացան, կխնդրեի նույն վարկյանին ձեր վարկածը վերանայեիք ու փոխարենը խղճայիք նրանց։ Լինել, թե չլինել։ Լինել։ Ստեղովա ծառայել։ Իսկովա Ղարաբաղ ծառայել։ Սպանագրամա չի։ Երբ զորակոչվում ես Ղարաբաղ, երբ զորակոչվում էինք Ղարաբաղ, առաջին բանը, որ ցատկում ու կարճում էր կոկորտիցը, դա լեզվի պատնեշն էր։ Քանի որ շատ հաճախ Ղարաբաղյան բարբառը, Ղարաբաղերենը մեր սովորած հայերեն լեզվի հետ ոչ մի ընդհանրություն չուներ։ Կարևոր վեկտոր էր, քանի որ պիտի հրամաններ կատարեիր։ Ու հանդուրժելու հետ հավերժական կոնֆլիկտի մեջ ապրող վերսպաները համարում էին, որ հրամանը չես կատարում։ Առանց վարկյան անգամ մտերի ծայրով անցկացնելու, թե գուցեև չես հասկանում։ Մի օրինակ բերեմ։ Առաջին օրս էր։ Շարված ենք շարահրապարակում, մի ազդեցիկ սպա, իր ազդեցիկ ձայնով հադրուց ծառայց աղբերներ գովա։ Ենթադրեցի, որ բարկանում էր։ Են բազմահարկ հայհոյանքները միջից հանում են։ Ով Ղարաբաղա ծառայել կհասկանա, ով էլ չէ թող փորձի։ Սինչարա, ութանապաջամով իրիկ կինաս, իրար գլոխի տարած, սիգարետ է քշիս, էս ինչա։ Ուտեր միատ չը։ Են ոտանավորով գիտի, գնդակ թրիվերի չի վար, չալոն մնա զարմաց։ Ղարաբաղարենով ստացում էր։ Թոպ պրսրաստի էր կշաստի վեր, չալոն մնա լեհանդի վենեկացած։ Ծիծաղելի բաներ շատ էի լինում, բայց բնականաբար թակուն էի ծիծաղում։ Ես էլ ինձ խելոք չէի պահում։ Բաներ կար չէի հասկանում։ Ու փոխանակ հարցնեի, թե ինչ է նշանակում, տրվում է երևակայությանս ու ստեղծագործում։ Ճողոպուր, լսել եք։ Կարայ չէ, հասարակ մահկանացուների պես հարցնել, թե դա ինչ է նշանակում։ Բայց չէ, ես ինքս։ Ենթադրել էի, որ ճողոպուրը ճողոպրելու հետ կապ ունի։ Ու իշտ է լավ ճողոպրում, նապաստակը։ Հայ, մի երկար ժամանակահատված համոզված էի, որ ճողոպուրը նապաստակն է։ Հետո պարզվեց, որ դա ընդամենը պոպոքն էր։ Մի տեսակ հիասթափեցնող է, քանի որ ճողոպրող նապաստակի պատկերն ավելի գլամուր էր։ Հիմա, որ հասկացանք դատողությունների սխեման, եկեք միասին փորձենք հասկանալ, թե ինչը կլինի սողանը։ Տեսնում եք, դուք էլ եք արտից դառնում։ Ես էլ էի վստահ, որ սողանը կարող է լինել միայն ու միայն օձը։ Մի նոր հիասթափություն։ Դա ամենը սոխն էր։ Եթե ֆրանսերենի հեղինակները ուռճացված արտիստներ էին, ապա այս պարագայում երևակայությունի ձուրկ չոր տղեկ։ Կար նաև
տիերի ու տիվերի խնդիրը։ Գիտեի, որ վերևի ու ներքևի հետ ինչ-որ կապ ունի։ Ու քանի որ տիվերի մեջ կար վերածանցը, համոզված էի, որ տիվերը վերևն է։ Կրկին ու կրկին ոչ։ Տիերը վերևն էր, տիվերը ներքև։ Ամալակյամ։ Նշանակում է ամեն ինչ լավ է, նորմալ է։ Ես էլ միշտ կատակի տալով ասում էի ամալակյամ էլ է, կինամել է։ Ու արածս կատակը միայն ինձ էր ծիծաղեցնում, քանի որ միայն ես էի հասկանում։ Մի օր ոտքս վնասվել էր ու մի աղջիկ այն շատ սիրալիր դարմանեց։ Հաջորդ օրը եկավ մոտս տեսության ու հարցրեց. Ճարը ամալակյամ։ Ճարը դեղը ամալակյամ։ Նենց եմ ասում ամալակյամ, մտամ արդեն ձեր բառապաշերի մեջ։ Ճարը ամալակյամ։ Ովքերս ամալ էի փնտրում ու ես խեղճին չպատասխանեցի։ Մտածելով թե ինչ-որ մեկի հետ է խոսում։ Նեղացած գնաց։ Հետո հասկացա թե ինչ։ Սրտից տարածել է։ Եթե օրերից մի օր մեր ամալի ընկերուհի ինձ տեսնի կամ լսի, ասեմ, որ ներողություն եմ խնդրում։ Ու այո, ճարը ամալ էր եկել։ Արդեն ծառայությանս վերջներու Ստեփանակերտի ընկերոջս ասացի. «Սիապետես, մենք գալիս ենք ձեր մոտ, ձեր բարբառը յուրացնում, հետները չփվում, երևասկին ավելի հեշտ, ասում եմ, ձեր պետական լեզուն է, ամենտեղ լսում եք, դպրոցներում, ռադիոներով, տելևիզորներով, ասում մի քիչ ժամ չեք գործադրում, հղկեք ձեր բարբառը»։ Ասեց. «Է դու ես մեր բարբառով նորմալ խոսում»։ Ամալակյամ։ Պարզվեց, որ այդքան ժամանակ Ղարաբաղերենը ակցենտով էի խոսել։ Հիմա հասնում ենք ներկայացմանս եզրափակիչ փուլին։ Մի փուլ, որում բախվելու են կին տղամարդ կարծրատպերը։ Տղամարդն իր բնույթին համաձայն կնոջը մի նկատողություն է անելու, իրեն տիրական զգալով, կինն իր բնույթին համաձայն կոնկրետ պատասխանելու փոխարեն տարածվելու է։ Այն որ մորդ ասում ես մամ սոված եմ, ասում եմ, ինձ մենակ դրա համար է, չէ ինչու։ Ես կտնամ ձեր կնանիք ձեզ ինչ են տալու։ Այդ հենց մի օր մեկին չարելու եք, մեզ ուրանաք ու գնաք։ Ախր ես ընչեմ ձեզ պոմայ ապերախտներ։ Դու ընդամենը 11 տարեկան էիր ու սոված։ Ամենահատկանշականն այն է, որ ես հենց բայերից խոսում եմ, դե տղամարդն է խոսում, կանայք իրենց կիսուրի կերպարն են տեսնում, ամենաշատը կանայք են ծիծաղում, ու դենց ասելով հա դրանց հասնում է։ Այս բախումներում մի մաս իրենց ամբողջությամբ կճանաչի, մյուս մասը մասա, իսկ երրորդ մասը բոլորովին, երրորդ մասը սուտասաններն են, երրորդ մասիները չէ, երրորդ խումբը, հավես չկան երրորդ մասի ընկերները վերջում կան աշտոր, բայց քիչ ցավոք։ Ասեմ, որ ես այսօր մի անակնկալ ունեմ, հատուկ թողել եմ այդ անակնկալից բան, որտեղ հուզական տարը շատ ուժեղ է, իմացեք, որ ես երգեր եմ գրում ու երգում։ Ոչ ոք չգիտի, անգամ կինս ու երեխաներս։ Արդեն 12-ից ավել գրած երգեր ունեմ ու ալբոմս շուտով լույս է տեսնել։ Հիմա ասում եի, որ ասում եմ, իսկականից զգում եմ, որ այս պահին ծնկներս հրաժարվում են ինձ կրել, ձեր թույլտվությամբ նստած եմ երգել։ Գնամ գիտարս վերցնեմ գամ։ Ինչպես հասկացաք, կին տղամարդ բախումների ժամանակ հետս կին դերասանուհի էր պետք։ Արդեն երևի կրահեցիք ում դիմաց կլինեի, այո, Շարլիս Տերոնի։ Զանգեցի Շարլիզիս, ասեցի Շարլիս ջան, սենց ծրագիր ունեմ, հեն շատ ուրախացա։ Վայ, ասատուր ջան մեծ սիրով, պակետ օրը զբաղված եմ, կլինի ուրիշ օր։ Ուրիշ օրեր ինձ հարմար չէ։ Իրականում իմ գործակալի հետ փոխանցել էր, որ այդ քնձռնովը, որ ես դրա հետ բերվից։ Քանի որ Շարլիզը չուզեց, ես էլ Հոլիվուդի մյուս դերասանուհիներին հավանչեի, այնինչ իրենք խնդրում էին, որոշեցի մենակ։
այս բանը ես միկրոֆոնը պետք է կրկնել, բայց ո՞ւմ փորձեմ ձեզ։ Հիմա ասեմ, ինչպես է տեղի ունենալ, ուրեմն երբ խոսում եմ աջ կողմից, տեսնում եք աջ պրոֆիլս, ուրեմն տղամարդն է խոսում։ Երբ խոսում եմ ձախ կողմից, ուրեմն կինն է հակադարձում։ Աղբերները հանգիստ եք, դες չի որ 19 տարի Ֆրանսիա բանման է փոխվել։ Այդ ռուսական պրոպագանդային մի քիչ հավատացեք, թե ֆրանսիացի տղեկը սա լատինական բարերից իրարներ են։ Ասեմ, որ ես ռուս ու հայ դիզայներ ավելի շատ եմ հանդիպել, քան ֆրանսիացի։ Գնացինք։ Ես ներող կնեք ուրիշ ձև եմ պլանավորել, բայց հիմա պետք է կողմ։ Ասեցի տղամարդը կնոջը նկատողություն անում, ինչ որ հարցի շուրջ մի փոքր գրեիք։ Սկսեցի։ Վատ չէր, բայց ավելի լավ կլիներ, որ վրետ մի փոքր աշխատած լինեիր, ու այդ մի քանի սխալ նոտաները չանեիր։ Քեզ հազար ասեցի ագին մարդա լինելու վրետ նորմալ կաշխատես։ Որ այնքան ազդեցիկ լինեիր ու 1000 անգամ ասելու կարիք չունենայիր, հենց առաջի անգամից է լսած ու արած կլինեիր։ Ու առհասարակ ձեր տղամարդկանց մոտ ինչ է տպավորություն, որ մեր կյանքի մեծագույն երազանքները ձեր հրահանգները կատարելն են։ Դուք ինչ եք այն համոզմունքին, որ մենք պաշտում ենք անել այն, ուշտիկ ատում եք։ Մաքրել, լվալ, եփել։ Դուք ինչ եք այն համոզմունքին, որ մեր գեներում նման մոնոտոն ու ձանձրալի գործերի հանդեպ ծրագրավորած սեր կա։ Դուք ինչի ձեր հետևից չեք մաքրում։ Իսկ ձեր կանանց մոտ ինչ է տպավորություն, որ տղեն խոզ է։ Որ մենք կանանք ապրենք փնթի միջավայրում ու մեզ գանք ինչպես ձուկը ձկների դրախտում։ Որ տաքսիստները ճերմակ ձեռնոցներ են կրում ու դուքով խոսում։ Դուք ինչ եք համոզված, որ երբ դուք տանը չեք, մենք սրբվում ենք խոնավ ու վրել հոտ կպած սրբիչներով, ջրիկ շաշն ուտում բռերով ու հատկապես ուտում նախորեի չլվացած ամանների մեջ։ Մեջը գոյացած որդերի հետ ջերմագին զրույցի բռնված։ Ես ձեզ հիշեցնում եմ, որ մենք անում ենք այն, ինչ չէին անում մեր հայրերը։ Իսկ դուք չեք անում այն, ինչ անում էին մեր մայրերը։ Իսկ այդ միգուցե նրանից է, որ սաղը ձեր հեքիաթային աշխարհի, որ ձեր մոտ առնականության կարիկատուրան գեր չափազանցված է։ Սաղը ձեր հեքիաթային աշխարհի գազան տղեկից եք զգում։ Են որ կարան պապաճոմ ու գնան տուալետ ու տուալետի դուրը բաց թողեն։ Որ երբ կայծակը ձեր կողքն է խփում, այլ ոչ թե ձեզ, կայծակի բախտը բերում է։ Որ ձեր iPhone-ների հետևի խնձորները կծած չեն, որտեղ է տուն դուխը կերիք էր կծեր։ Ու որ ուզում եք մեր մոտ տպավորություն ստեղծվի, թե դուք ձեր թանգանոց ավտոների պագրիշկեքը բերանով եք փչում։ Ամեն ինչ կարաս բացատրես, թե ինչից է, որ երբ հասուն թվացող տղամարդկանց հետ խոսում ենք, կռիվներից են պատմում։ Երբ նողկանքով ասում ենք թեման փոխեք, սկսում են պոլիտիկայից խոսալ։ Նենց որ ստիպված եք լինում նորից ձեզ խնդրել, որ ձեր կռիվներից պատմեն։ Ախր սա որը կռիվներից եք խոսում, բայց ձեր մեծ խոսացողների մեծ մասին դեռ ոչ ոք կռիվանելուց չի տեսել։ Այնինչ թաքնվելուց, հատկապես ձեր պարտականություններից։ Ախր դուք շատ ուժեղ եք տղեկով։ Երբ դուք փոսխի վրա քայլում եք, այդ դուք եք փոսխի վերանի խփում։ Համել փոսխելը դուք եք։ Չմոռանան նշել, որ երբ ուժեղ տղեկի քթերը թեթև լցվում են, իրենց մազապուրց գցում են տուն, ծածկվում ամենահաստ վերմակով, վստահ որ մեռնելու են, ու մեզ աղերսում, որ իրենց խնամենք։ 37 Համել երբ ուտելն ու քնելը դադարեն ձեր համար սրբություն լինելուց, այդ ժամանակ գուցե ձեր հրահանգները ավելի սրտանց կատարեն։ Ինչ է պետք ձեր պես ուժեղ տղեկին, լիքը խորոված ու լիքը ջերքի, տես չի։ Իհարկե տես չի, պիվայր ատեր։ Բա դուք, ինչի բաները պրյամոչ եք անում, ինչ եք նես տապավորություն ստեղծում, թե պր որսորդները մենք եք ու մենք եք ձեզ որսում։ Հանիչ, իրականում գալիս ու կնում ենք ձեր լարած տուղակները։ Վազում ձեր հետևից ենքան ժամանակ մինչև մեզ բռնեք։ Այն շների պես, որ գտակն ուներ կծեք, մեկա գնալու ենք վերցնենք ու բերենք ձեր ուզած տեղը, ձեր մոտ։ Ես ամենը մեր օգտ ինչ էր եսա, ոչ բան գտա։ Դուք օրինակ որ ձեզ մի հատ չգոհացնող բան եք տեսնում։ Ինչի մի հատ ասել ու խոցելու փոխարեն մի հատ երկու տարանոց Մաքիավելյան սցենար եք գծում
որի ողջ ընթացքում մեծ ձեր սուրուլիկ եղուններով քրքրում եք։ Ու ձեր հետ ապրելը դառնում է նույնքան հաճելի, որքան ձիկաբրազի մորթուց կարած մատրասի վրա քնելը։ Իսկ այդ միգուցե նրանից է, որ ձեր մեծամտությունների թագավորություններում տղեկը աղջիկներից շատ ավելի խելացի է։ Դե մեն ինչը, կնկախեք։ Բա որ այդքան խելքով եք, ինչի եք ընդամենը 2 տարի հետո հասկանում ձեր գլխի եկածը։ Դու գոնե գիտես, որ աշխարհում կա հիմար մահերի ռեկորդներ։ Ու կարած գուշակես, թե որ սերնադափնեկիրը։ Այո, խելքով տղեկը։ Այդ գիտես ինչից է։ Այդ նրանից է, որ երբ մենք միած սիրուն տղա ենք տեսնում, իրան տպավորելու դուր գալու համար չենք բարձրանում 100 մետրանոց զորակից, գլխի գցվում 50 սանտիմետրանոց արվակի մեջ։ Կամ դու գոնե գիտես, որ համաշխարհային ստատիստիկան ցույց է տվել, որ մենք աղջիկներով ձեզանից լավ շոֆեր տղեկից շատ ավելի քիչ վթարներ ենք ունենում։ Մենք էլ վթարներ ենք ունենում ձեզանից փախցնելուց։ Կամ ձեզ նայելուց։ Այո, մեզ նայելուց։ Գիտես ինչա չենք տեսնում, թե ոնց եք կոշները թափահարում, մեզանից ավելի ջահել ու սիրուն աղջիկ տեսնելիս։ Ինչ ասում ձեր հանճարեղ մտքերով այդ պահին։ Ուզում եք մի ծուղակից դուրս տա գնաք մյուսը։ Դուք, որ ձեր ժամանակն անց եք ասում մեր յուբկաների կարճության վրա կրկռալով, հանկարծ լուսավորվում եք մի կարճ յուբկայով աղջիկ տեսնելիս։ Ու անմիջապես պատրաստ եք մեզ նրանով փոխարինել։ Մինչ այն օրը, երբ նրան էլ կսկսեք համարել ձեր սեփականությունն ու կսկսեք կրկռալ իր յուբկայի կարճության վրա։ Մինչ այն օրը, շարունակեմ, կարիք չկա։ Տերում եմ, որ երբ ձեզ միամիտի տեղ եք դնում, երբ յուբկի թեման բացում ենք, թե դրա մեջ ինչ կա դերը խաղալով, պաստորեն լավ էլ գիտեք ինչ կա։ Դու կարաս ինձ բացատրես, թե ինչ է տեղի ունենում ձեր խճուղիներով լի մտադարաններում, երբ տքնաջան ու բաժանությունից 2 պակաս ջանքերով կարողանում ենք ձեր հետ բանակցել, որ այդ պրովոկացիոն կարմիր ու հատկապես գոտու պես կարճ յուբկ էլ չհակնես։ Դուք հաջորդ օրը գալիս եք, էլ ավելի կարճ յուբկով, բայց այս անգամ կապույտ գույնի։ Վստահ նայու վրաներս ու մեզ բացատրում, որ ըստ ձեզ նախորդի պատերազմը ընդամենը գույնի հետ էր կապված։ Բայց ես ինչ մեղավոր եմ, որ ցելերի պես կարմիր եք տենում ու կատաղում։ Կարմիր չեք ուզում, կարմիր չենք հագնում, ի՞նչ է ձեր ուզածը չեմ հասկանում։ Դու գիտես մեզ ի՞նչն է փրկում ձեր լոբոտոմիզացնող բառերի կրակահերթից։ Է որ մենք ամուսնացած տղամարդիկ զարգացնում ենք ինքնապաշտպանական մի ունակություն, որը մեզ թույլ է տալիս տեսնել բացվող ու փակվող բերաններ, շարժվող շրթունքներ, բայց ոչինչ չլսել։ Այդ լավ գիտեք։ Է որ մենք սկսում ենք խոսալ, դուք քնում եք։ Չէ, այդ ոչ մի կապ չունի։ Դուք ուղղակի սկսում եք խոսալ այն ժամանակ, երբ մենք պատրաստվում ենք քնել։ Դու ինձ սիրում ես։ Ինչ ես կարծում չեմ չաղացել։ Պրոշներս մի քիչ բարակ չի չլսնեմ։ Վաղի ինչ որ հագնեմ, շոր չունեմ։ Դու գնենք կարմիր յուբկե թակի, որ մի հատ ուրիշ մոնորած խամյակ ընկնի, ձեր ծուղակը մենք էլ ձեզանից պրծնենք։ Մենք ամեն պատահականակած խամյակ չենք ուզում։ Մենք մեր ուլտրամանուշակագույն ճառագայթերով հաստատված ու վավերացված խամյակներին ենք։ Պանիկները շարում ենք մեր ուզած ոլորաններով, մինչև որոշեք ակպես որսալ ու ամել մեզանից փախչել շատ մի երազեք։ Ըստ քեզ, ինչ արագությամբ պիտի վազի։ Մեր վանդակուն փակված խամյակն իր հավերժական անիվի մեջ, որ կարողանա մեզանից փախչել։ Ախր դու գիտես, որ ձեր հետ հնարավոր չի։ Բայց առանց ձեզ էլ ավելի անհնար է։ Մի հարց տամ կպատասխանես, ավելի շուտ այդքան էլ հարց չի, փաստար կա, հռետորական հարց։ Մեր գեղեցկուի հայուհիներ, մեր աղջիկներ։ Ես արդեն բազում տարիներ ինձ ձեզ ամենայն ուշիմությամբ մեծ խոշորացույցով ուսումնասիրում։ Ու մի բան եմ հասկացել։ Կին տղամարդ հարաբերությունների առաջին օրվանից կինը ներ է դնում իր ողջ ներուժը տղամարդուն կոտրելու համար։ Ու այն օրը, որ հաջողեցնում է, սկսում է տղամարդ փնտրել։ Հիմա կարող եք ծափարել, գիտեմ, որ արժանացել է։
Քիչ առաջ անակնկալից խոսեցի, այսօր անակնկալական ընկերներից մի մասը տեղյակ են, նոր գիրքս Մարդասպանսերը խորագրով արդեն լույս է տեսել։ Այստեղից անմիջապես հետո ֆոյեում ձեզ կսպասեմ, հրավիրում եմ ձեռք բերել, նվիրել ձեր համար, պետք է տարածվի։ Ամեն հայ ընտանիքում պետք է նման գրքերը հայտնվեն։ Ասեմ, որ մեծ անհամբերությամբ ձեզ կսպասեմ այնտեղ։ Բայց մինչ այդ մի վերջին ուղղակի եզրափակման խոսքի համար ասեմ, որ գիտական փաստեր եմ ասում, ինչ որ հոգևոր խոսքերից չեմ խոսում, որpիսի աշխարհում մի ցանկացած որևէ բան կյանքի կոչվի, պետքա որ մի աստղ մահանա։ Աստղերի մահը արտացոլվում է պայթյունով։ Պայթյուններից աստղերի փոշին ատոմները տարածվում են տիեզերքով մեկ։ Ու հենց դրանից է, որ այս աշխարհում ամեն ինչ գոյություն ունի։ Մեր աջ ձեռքում կարող է լինել մի աստղի փոշի, ձախ ձեռքում մեկ այլ։ Դրա համար է, որ երբ արդեն լրիվ հուսահատ ենք, էլ չգիտենք ինչ անենք, ակամայից գլուխներս բարձրացնում ենք երկինք, ներշնչանք փնտրելով մեր ակունքների մեջ։ Չմոռանաք, որ ինչ է լինի, չմոռանաք, որ դուք ցանկացածներ եք աստղեր եք ու աստղերի զավակներ։ Այդ փայլուն աստղիկներից մեկից մի ճկնաղ աստղիկի մասին կուզեր այսօր հատուկ բացառիկ կերպով խոսել։ Եթե չլիներ այդ աստղիկը ուսիս նստած հրեշտակի պես անընդհատ չասեր գրի, կարդա, խոսքը տարածի, կամ գուցե կարմիր սատանիկի պես, չգիտեմ, ձեր ժամանակը ցույց կտա, ասեմ, որ ես այստեղ կանգնած գուցե չլիներ, կամ շատ ավելի ուշ, կամ ուրիշ ֆորմատներով։ Ինքը տեղյակ չի, որ ինձ խոսել եմ, բայց մեր այստեղ ներկա է մեր գեղեցկուհի Անահիտ Կիրակոսյանը։ Ինքն էր ինձ անհատել։ Ասեմ, որ Անահիտ էր ինձ անընդհատ ասում, գրի, խոսքը տարածի այլն։ Ես ուղղակի առաջին օրվա ինձ որ ասատուրին հանդիպել եմ, ասում եմ դու քայլող փիլիսոփա ես, մի տեսակ քո ամեն խոսք, չգիտեմ, ինքը չի կարողam սովորական խոսի, ինձ թվում է դուք էլ նկատեցիք, չէ՞։ Ասենք մամայից տեսավ, ասում այս չքնաղակ եղեքիաթի գեղեցկուհին է։ Չի կա, պրոստը ասի մամա տա։ Ես հասկացա, որ այդ խոսքը պիտի նաև բեմից ընչի, ուրախ եմ շատ ասատուր ջան։ Շնորհավորում եմ ու ապրես, որ Շերլին Ստերոնին հաջողարեցիր ու ինձ բեմ հրավիրեցիր, հաջողներ։ Եկեք ձեր ժամանակը շատ չեմ տանի, ասեմ, որ այստեղ մի հատ մեծ լեգենդ ունենք ներկա, Մերուժան Տեր-Գուլանյան, Վարպետ ջան։ Բոլորից հետ անչափ շնորհակալ եմ այսօրվա ներկայության համար, ինչպես ասեցի, ձեզ հենց հիմա սպասում եմ կողքը գրքերի համար։ Երեք գիրքս էլ ներկա են, առկա են, ով չի ու բախտ չի վիճակվել ձեռք բերել Նարգիզի բույրը կամ քոր եկողոքին, իմացեք, որ այսօր առկա է։ Առայժմ